Փառք Տիրոջ, ամեն։ Շարունակում ենք Հիսուսի անձը սերիան, դասի վերնագիրը Տիրոջ անոթը։ Տիրոջ անոթը, արդեն վերնագիրը հետաքրքրող է։ Եվ կկարդամ 4 Թագավորաց 2-րդ գլուխ 19-ից 22-րդ համարները։ 4 Թագավորաց 2-րդ գլուխ 19-ից 22։ Եվ այն քաղաքի մարդիկն ասեցին Եղիսեին. ահա քաղաքից դիրքը լավ է, ինչպես որ Տերս տեսնում է, բայց ջուրը վատ է եւ երկիրը անպտուղ։ 4 Թագավորաց 2-րդ գլուխ 19-ից 22։ Եվ նա ասեց ինձ մի նոր կուժ բերեք եւ մեջը աղ դրեք։ Եվ բերեցին նրա մոտ, եւ նա գնաց ջրերի աղբյուրի մոտ եւ աղ գցեց այնտեղ եւ ասեց. այսպես է ասում Տերը, ես բժշկեցի այս ջրերը, այսուհետև այդտեղից այլևս մահ եւ անպտղություն չլինի, եւ այն ջրերը բժշկվեցան մինչեւ այսօր Եղիսեի խոսած խոսքի պես։ Գործք առաքելոց առաջի գլուխ 2-րդ խոսքն եմ ուզում կարդալ։ Գործք առաքելոց առաջի գլուխ 2-րդ խոսք։ Միջև այն օրը, որ Սուրբ Հոգու ձեռով պատվեր տվեց իր ընտրած առաքյալներին եւ վերացավ։ Եվ վերջին համարը Մարկոս 9:14։ Եվ շուտով բոլոր ժողովուրդը տեսնելով նրան շատ զարմացան եւ առաջ վազելով նրան բարևում էին։ Ուրեմն 4 Թագավորաց 2-րդ գլխի 19-ից 22-րդ համարներում մի հատ տեսարան է նկարագրում, որ մենք տեսնում ենք, որ Իսրայել ժողովրդի համար ինչ-որ պատկեր է ցույց տալիս, որ ինչ-որ մի բան չէր բավարարում սիրելիներ։ Այսինքն ժողովուրդը նույն կերպ աշխատում էին, նույն կերպ հողը մշակում էին, իրենց աշխատանքը տանում էին, առավոտյան նույն ժամին արթնանում էին, նույն գործը անում էին, ինչ-որ կերպ էր նույն կերպով ջրում էին, ինչ աշխատանք, ինչ ուժ պետք էր որ ներդնեին, այս մարդիկ նույն կերպ անում էին, նույն կերպ սեր մցանում էին, բայց անպտուղ էր, ու ինչ-որ մի բան կար, որ չէր բավարարում։ Լինում է, չէ՞, մեր ծառայության մեջ կարծես թե նույն բանը անում ես, քո նույն ուժը դնում ես, նույն ժամանակը դնում ես, բայց տեսնում ես ինչ-որ մի բան կարծես թե պակասում է, ինչ-որ արդյունք, ինչ-որ կյանքի պակաս ես զգում։ Եվ այդ ժամանակ ես սիրում եմ Աստծո խոսքի մեջ հետաքրքիր մի հատ խոսք ասում է կանգ առ եւ տես, որ ես եմ Աստված։ Ինձ երբեմն սա շատ իսկապես օգնել է այս խոսքը, Տերը ինձ հիշացրել է։ Եղել է ծառայության մեջ, որ ծառայել եմ ու հասկացել եմ, որ ինչ-որ մի բան չի երիքում, չի բավարարում։ Ժամանակն է կանգ առնելու, հարցնեմ Տեր, ուր ես դու, արդյոք դու այստեղ կաս այս ծառայության մեջ թե չէ։ Արդյոք դու ինձ հետ ես թե չէ։ Եվ իսկապես իմ խորհուրդն է ամեն մեկից, որ հաճախ ես հարց տանք, Սուրբ Հոգի, դու ինձ հետ ես այս ծառայության մեջ ես թե չէ։ Առաջնորդում ես ինձ թե չէ։ Որտեվ երբեմն մեր մարդկային էությունը այնպիսին է, որ մենք սիրում ենք, ձգտում ենք, առաջ ընկնենք, մենք մեր նախաձեռնությամբ ինչ-որ մի բան մանանդ, երբ որ սկզբից անում ենք, չէ, չստացվելով, վախվորած, անընդհատ կախվածությունից Տիրոջից, բայց հենց ինչ-որ փորձառության արդեն փորձառություն է գալիս մեր կյանքի մեջ, սկսում ենք ինչ-որ հարցերում արդեն մենք ենք առաջ ընկնում, բայց կարիք կա կանգնելու հարցնելու, Տեր, արդյոք դու ստեղ ես թե չէ։ Արդյոք Տեր իմ Աստված այս ամեն ինչը քո կամքի մեջ է թե չէ։ Եվ տեսեք, այստեղ Մարգարեն ինքը ասում է մի հատ անոթ բերեք։ Եվ մի հատ նոր կուժ են բերում ու այս կուժի մեջ աղ է դնում։ Եվ աղը Սուրբ գրքում նշանակում է վերականգնում, պահպանում եւ անփոփոխություն։ Վերականգնում, պահպանում եւ անփոփոխություն։ Ու այստեղ ինձ մի հատ բան է հետաքրքրում։ Լավ, Մարգարե ջան, հնարավոր չէր միանգամից այդ աղը գցեր ջրի մեջ։ Ինչու անպայման պետք էր քեզ նոր կուժ, մի հատ նոր անոթ, որ դրա մեջ այդ աղը դներ ու նոր գցեր ջրի մեջ։ Հետաքրքիր է, չէ՞։ Եվ նույն կերպ Աստված գործում է այսօր մեզ հետ սիրելիներ։ Երբ ասում ենք ինչու Աստված միանգամից այս բանը չի անում։ Տեր ասում է ես նայեցի ու սպասեցի տեսնեմ արդյոք կա ինչ-որ մեկը որ խրամատում կանգնած լինի։ Տերը նայում է։ Եվ գիտեք Տիրոջ խոսք եղավ Մարգարեն ասեց ում ուղարկեմ։ Բոլորը չեն որ արձագանքում են Տիրոջը։ Եվ այսօր այդ կոչը, այդ կանչը այսօր էլ հնչում է մեզանից յուրաքանչյուրի համար։ Իմ ու քո համար հնչում է։ Եվ Տերը ասում է ում ուղարկեմ։ Արդյոք որպես անոթ կուզես քեզ պատրաստես ու գնաս Տիրոջ գործի համար թե չէ։ Սա իմ ու քո ընտրությունն է։ Ես ցավում եմ սիրելիներ, բայց տարիներ առաջ
մեր Պակալենիայի մասին եմ ես խոսում եւ մեզանից ավակների հետ կապված։ Հիմիկ ես այդ բացակայությունը տեսնում եմ։ Երբ որ մեր սերունդի հետ խոսում էին ու մեզանից ավակ սերունդի հետ խոսում էին ու իրենց ապագայի հետ կապված խոսում էին, ասում են ինչ նպատակներ ունեք։ Մեծամասնությունը նպատակը մեկն էր՝ գնան միսիոներության, իրենց ընծային Աստծո գործին ու ծառայությանը։ Այսօրվա մեջ, երբ որ հարցնում ես ինչ նպատակներ ունեք, բոլորը ինչ որ հաջողություններ, բարելավ կյանք, հասկացանք։ Վատ չի սրանք, բայց Աստվածաշունչը սկսում է հրաշալի խոսքերով։ Սկզբում Աստված։ Ամեն բանի սկզբում պետք է լինի Աստված, ամեն։ Ամեն բանի սկզբում։ Սերներ քիչ առաջ ասվեց, մենք օտարներ ու պանդուխտներ ենք։ Ժամանակավոր է մեր կյանքը։ Ես իմ կյանքի կեսը ապրել եմ երևի թե արդեն։ Ոնց անցավ, ես էլ չգիտեմ։ Ինձ թվում է դեռ ես 15 տարեկանն եմ, բայց անցել է, արդեն 39-ն եմ։ Վերջ, կյանքիդ կեսը անցնում է, այս ամեն ինչ արագ անցնում է, մենք շուտով այս կյանքին հրաժեշտ ենք տալիս։ Մեր իրական կյանքը դա երկինքն է, սիրներ։ Տերը փնտրում է նոր անոթ, անոթ, ով որ իրեն պատրաստ կպահի նրա համար, որպեսզի Տերը օգտագործի նրան։ Դրա համար Եղիսեն ասեց նոր կուժ բերեք ինձ։ Անոթ, որին ես կկարողանամ օգտագործել, որի մեջ այդ աղը կդնեմ։ Անոթ, որի մեջ Տերը իր կյանքը կդնի ու այդ կյանքը կօգտագործի սիրներ, որտեվ այդ կյանքն է, որ մեր մեջ կդրվի ու այդ կյանքը մարդկանց կարա կյանքերի շինություն բերի ու նորոգություն բերի։ Ամեն։ Զգացած կլինեք, երբ որ այդ կյանքով լեցուն ես լինում, ոնց են մարդիկ օրնվում քեզանից։ Մարդիկ կան, որոնց հետ շփվում ես ու երկիրը երկիր չի, աշխարհը աշխարհ չի, վարչապետն է վարչապետ չի։ Հիասթափվում ես կյանքից, ճիշտ եմ ասում։ Մարդիկ կան, որոնց հետ այդքան էլ ճիշտ։ Մարդիկ կան, որոնց հետ շփվում ես ու ասում ես, ես երբ պետքա վերջացնեմ, գնամ մտնեմ սենյակը, սկսեմ աղոթելը, որովհետև մեջդ կրակ է վառվում։ Ճիշտ եմ ասում։ Ինչու՞, որովհետև կյանք կա մարդու մեջ։ Մենք պետք է այս կյանք կրենք, մենք անոթ ենք սելներ, թույլ տվեք մի փոքր միացած կոպիտ օրինակ բերեմ, բայց թույլ տվեք անեմ։ Մենք այդ աղբաման չենք, որ ամեն տեսակ ով ինչ աղբ ունենա մեր մեջ գցի սելներ, խնայեք ձեզ։ Դուք անոթ եք Տիրոջ ձեռքերում։ Տերը ուզում է իր կյանքը, իր համը, իր հոտը դնել ձեր մեջ, մեր մեջ, որպեսզի մենք օգտագործվենք իր կողմից։ Այս աշխարհը իր համը այսօր կորցրել է։ Եվ այս աշխարհը, որպեսզի իր համը վերականգնի, պետք են անոթներ, ովքեր կասեն, ահա ես Տեր, եթե քո կոչը միջև այսօր էլ հնչում է ում ուղարկեմ, ահա ես Տեր, ինձ ուղարկիր։ Ես ուզում եմ օգտագործվել քո համար։ Թեկուզ մարդիկ ինձ մերժեն, թեկուզ մարդիկ ինձ չհասկանան, բայց ես ուզում եմ քո կողմից օգտագործվել Տեր։ Տեր, ես ուզում եմ իմ հարազատների համար, իմ ընկերների, իմ բարեկամների համար, թեկուզ մերժվեմ, բայց ուզում եմ ես քո համար օգտագործվել։ Մենք այսօր խոսում ենք Պողոս առաքյալի մասին։ Հիմա ենք մենք ասում Պողոս առաքյալը, սես թնդացնում ենք այդ անունը։ Այդ ժամանակ նրան չէին ընդունում սիրելներ։ Ոմանք նրա տեսքից էին խոսում, ոմանք նրա հասակից էին խոսում, ոմանք չգիտեմ նրա ճաղատ լինելուց էին խոսում։ Այդ ժամանակ նա ասում է ծոմերով, նավակոծություններով, փորձություններով 3 անգամ 40-ից 1 անգամ մտրակվեցի, քարկոծվեցի, դրսից ու ներսից հալածվեցի։ Ինչ կյանք էր այս մարդը տեսնում, բայց տեսեք ինչ մեծ հետք թողեց ինքը։ Մեծագույն հետք թողեց սիրելներ ու նոր կտակարանի մեծ մասը այս մարդու կողմից գրվեց ու եկեղեցիներ հիմնվեցին, բայց Աստված նրան օգտագործեց։ Ինչու? Որովհետև նա որպես նոր կուժ իրեն ընծայեց Տիրոջ ձեռքերի մեջ, որ Տերը նրան օգտագործի։ Եվ մարգարեն վերցրեց ու այդ նոր կուժի մեջ աղը լցրեց եւ Երիքովի ջրերը բժշկվեցին։ Կար, գործը կատարվում էր, ամեն ինչ կատարվում էր, նույն հունով գնում էր, բայց անպտղություն կար, ինչի, որովհետև կյանքը բացակայում էր։ Եվ մենք էլ մեր ծառայողական կյանքի մեջ, մեր ընտանեկան կյանքի մեջ, անգամ քո ընտանիքի մեջ դու դա կնկատես, երբ որ դու կյանքով լցված ես լինում։ Ես իմ ընտանիքին միշտ ասել եմ. ես լավ ծնող եմ այն ժամանակ, երբ որ ես Սուրբ Հոգով լցված եմ։ Երբ որ ես Տիրոջ հետ լավ հարաբերության մեջ եմ, լավ ամուսին եմ, լավ ծնող եմ, լավ ընկեր եմ, լավ ծառայող եմ, բայց եթե այս ամեն ինչ չկա, սիրելիներ, Դավիթ հաղորդում էր, ասում էր ծածուկ մեղքերից էլ ինձ ազատիր։ Մեր մեջ այնքան ծածուկ գաղտնված, թաքնված գաղտնիքներ կա, որ մենք իսկի չգիտենք էլ սրանց մասին։ Այնպիսի տեղերում կարող ես ինչ-որ բացթողումներ անել, որ ասես ես որտեղից արեցի, բայց դա մեր մեջ է։ Բայց երբ որ մենք Տիրոջով լցված ենք լինում, մենք օգտագործում ենք Տիրոջ կողմից։ Ու գիտեք, ամենավտանգավոր բանը, որ մարդը կարող է իրեն կրոնավոր ձևացնել,
ցույց տալ, թե իբր ինքը կրոնավոր է։ Մի գիրք էի կարդում, այդ գրքի մեջ հետաքրքիր մի հատ պատմություն էր Ջեֆրի եղբայրների մասին։ Ու նրանց Աստված օգտագործել էր Ուելսում արթնության ժամանակ եւ ասում է այս եղբայրները այնքան էին Աստված այնքան բարձրացրեց նրանց, մեծ արթնություն եղավ, հրաշքներ, նշաններ ու այնքան բարձրացան նրանք, որ հպարտացան ու մի օր էլ այս եղբայրներից մեկը ասեց ամբողջ աշխարհը մեր ոտքերի տակ է։ Եվ Տիրոջ հոգին նրանցից հեռացավ։ Եվ որպեսզի նրանք պահեն իրենց ծառայողի կրոնավոր տեսքը, նրանք հագնում էին քահանայական հագուստներ, որպեսզի իրենց տեսքը պահպանեն, բայց հոգի այլևս չկար։ Մենք կարող ենք կրոնը պահպանել, մենք կարող ենք ձևը պահպանել, բայց հոգին չլինի սիրելիներ, բայց մեզ համար կարևորագույն բանը դա այն է՝ Տիրոջ կրակը վառել։ Տիրոջ կրակը վառել։ Ես հավատում եմ, երբ որ Տիրոջ կրակը վառվի մեր կյանքում ու մեր եկեղեցիներում, մարդիկ կգան ու կհպվեն Տիրոջ հոգուն։ Ամեն։ Մարդիկ կգան ու կհպվեն։ Պատմություն կա Աստվածաշնչում ասում է, որ Իսրայել ժողովուրդը պարտության մեջ էր, դուրս էր եկել պատերազմելու փղշտացիների հետ ու պարտություն էին կրում։ Եվ անկարծ ինչ որ մեկը երևի թե հիշեց ու ասեց, լսեք, ժամանակներ առաջ, երբ որ ուխտի տապանակը բերում էինք պատերազմի ժամանակ, մեր արջևից գնում էր, մենք հաղթություն էինք ունենում։ Ու որոշեցին ճիշտ է, գնանք ու ուխտի տապանակը բերենք։ Ուխտի տապանակը բերեցին ու գրված է, ասում են այնպես աղաղակեցին, որ երկիրը դղրդաց անգամ։ Ու փղշտացիները լսեցին, ասեցին, վայ, վերջներս եկել է, բայց գնացին ու պարտություն կրեցին։ Ինչու՞։ Նրանք փորձեցին ինչ-որ տեսքը պահեն, ինչ-որ ձևը պահեն, կրոնավոր ինչ-որ մի բան անեն, բայց կյանքը չկար նրանց մեջ, որովհետև մեղք կար նրանց մեջ սիրելիներ։ Մեղք կար նրանց կյանքի մեջ։ Սավուղը իր ողջ թագավորության ընթացքում երբեք չմտածեց ուխտի տապանակը վերադարձնելու համար։ Նրա համար իր թագավորության ընթացքում կարևոր չէր Աստծո ներկայությունը, բայց մեզանից յուրաքանչյուրի համար մենք պետք է ուշադիր լինենք սրանում, Տեր, որտեղ է քո ներկայությունը։ Եթե ամեն անգամ ես դուրս եմ գալիս ծառայության, քո ներկայությունը չկա, Տեր, իմ խոսքերը ուղակի զրնգացող մի ծնցխայի պես են, բայց երբ որ քո հոգուց ներշնչված կլինի, ոնց որ քիչ առաջ ենք խոսում, չէ՞, այդ խոսքերը կյանք կբերեն ու հոգի կբերեն։ Ամեն։ Ու նոր կուժը սիրելիներ, այդ անոթը կենսական անհրաժեշտ գործոն է, որ Աստված իր նպատակը իրականացնի։ Հետաքրքիր է, ես միշտ զարմանում եմ, ասում, Տեր իմ Աստված, ինչու դու Հովնանի հետևից ընկար։ Մերժել էր քեզ։ Չէր ուզում քո գործը աներ, մերժել էր քեզ ու գնաց լրիվ Թարս կողմով, Թարսից գնաց։ Ինչու դու նրա հետևից ընկար։ Միթե Իսրայելի մեջ չկար ուրիշ մեկը, որին դու օգտագործեիր։ Կարծում եմ կար, բայց հետաքրքիր մի բան կա։ Հայտնություններից մեկը, որ ստացել եմ։ Սիրելիներ, Աստված գործում է նախ մեր մեջ, հետո մեզանով։ Աստված ուզում էր Հովնանի կյանքը փոխել։ Աստված ուզում էր Հովնանի կյանքը փոխել, որ Հովնանին էլ օգտագործեր Նինվեի փրկության համար։ Եվ Աստծո գործելակերպը ինձ դուր է գալիս սիրելիներ։ Նա մեր կյանքի մեջ աշխատանք է տանում։ Նա մեր կյանքի մեջ փոփոխություններ է բերում։ Նա ինչ-որ ավելորդ բաներ մեզանից կտրում է, որովհետև ուզում է ինձ ու քեզ որպես անոթ իր ձեռքերի մեջ օգտագործի։ Ամեն։ Մայր Թերեզան ասում էր, ես նրա ձեռքերի մեջ մի մատիտ եմ, որ նա վերցնում է ու գրում է։ Երան թե մենք նրա ձեռքերի մեջ մի գրիչ լինենք։ Երան թե մենք ձեռնոց լինենք, որ նա կհագնի ու մեզ կօգտագործի սիրելիներ։ Այսօր մեր մեծագույն փափագը պիտի լինի սա վառվել սրանով, Տեր օգտագործիր ինձ։ Տեր, ես ուզում եմ օգտագործվել քո համար։ Ամեն։ Ու այսօր շատ քչերն են սիրելիներ, միշտ էլ այդ կոչին արձագանքողները շատ քիչ են եղել։ 500 աշակերտ կար։ 500 աշակերտ, բայց 120-ն էին միայն վերնատանը, որ սպասում էին Տիրոջը։ Բայց Տերը գալիս է միայն պատրաստված անոթների վրա, սիրելիներ։ Միայն պատրաստված անոթների վրա։ Տիրոջից պատվեր եղավ, գնացեք Երուսաղեմ ու սպասեք մինչև Խոստացյալը կգա, ամեն, Սուրբ Հոգին կգա։ Հետաքրքիր մի բան, նրանք ժամանակ չգիտեին սիրելիներ։ Նրանք չգիտեին քանի օրից հետո է դա լինելու։ Նրանք ոչ մի բան չգիտեին, բայց մի բան գիտեին, պատվեր ունեին, սպասիր։ Չունեին ժամանակ, բայց գիտեին մի բան, պատվեր, սպասիր։ Մենք այսօր չգիտենք Տերը մեր հետևից երբ է գալու։ Ամեն։ Բայց մենք ունենք պատվեր, սպասել նրան։ Իսկ սպասելը դա գործողություն է սիրելիներ։ Գիտեք, երբ որ 10 կույսերի այս առակը ես ուսումնասիրեցի, նայեցի մեկնաբանությունը, Պաղեստինում այսպիսի կարգ կար,
երբ որ փեսացուն գնում էր հարսնացուի հետ նշանվելու, հենց նշանվում էր այդ օրվանից 1 տարվա ընթացքում փեսացուն կարող էր յուրաքանչյուր պահի գալ հարսնացուի հետևից։ Կարող է հենց առաջի օրը գար, կարող է տարվա կեստեղին գար, կարող է տարվա վերջին գար, կարող էր կես գիշերին գար, կարող էր առավոտյան շուտ գար, եւ հարսնացուն պետք է այդ օրվանից սկսած մինչև մի տարի իրեն պատրաստեր ու պատրաստ լիներ։ Մենք չգիտենք մեր փեսացուն երբ է գալու։ Մենք կարիք ունենք պատրաստվելու։ Սպասիր։ Տերը առաքյալներին ասեց գնացեք ու սպասեք մինչև վերևից զորություն կստանաք եւ նրանք սպասում են, այդ սպասումը գիտես ինչ էր։ Այդ սպասումը այն չէ, որ նստեմ թախտին սպասեմ բախտիս։ Այդ սպասումը այն էր, որ իրենք աղոթքի, ծոմապահության մեջ էին, իրենց անձերն էին պատրաստում, իրենք լցվում էին Տիրոջով, իրենց յուղերն էին թարմացնում եւ Տիրոջ հոգին եկավ պատրաստված անոթների վրա, նա հորդեց իր հոգով, իր հոգին թափեց ամեն մեկի վրա, ամեն փառք Տիրոջ համար։ Ու երբ որ Աստված գտնում է անոթ, նրան ձևավորում է ու դարձնում է Քրիստոսի պես։ Դրա համար որ ինչ որ բաներով Աստված քեզ անց է կացնում, ինչ որ բաներ քեզանից կտրում է, երբեմն անգամ երբ որ ցավոտ է լինում, ոչինչ դիմացի, Աստված ուզում է ինձնից ու քեզնից անոթ պատրաստի սերներ, որպեսզի օգտագործի իր անվան ու իր փառքի համար։ Որտեվ նա այնքան պետք է մեզ, այնքան պետք է մեզանից կտրի ամեն մեր եսը, մեր էգոն, միջև որ իր որդու պատկերը ստանա, որտեվ հոր ամբողջ բարեհաճությունը Հիսուս Քրիստոսի վրա է, որ Պողոսի պես ասենք ոչ թե այլևս ես եմ ապրում, այլ Քրիստոսն է իմ մեջ ապրում։ Որ ոչ մի փառք, ոչ մի տեսակ բան մենք մեզ վրա չվերցնենք, այլ ամեն փառքերը ուղենք դեպի Տիրոջը։ Եկեք նայենք Գեդեոնի պատմությանը։ Աստված, երբ որ Գեդեոնին կանչեց, այդ վախկոտ Գեդեոնին, Գեդեոնը գիշերն էր դուրս գալիս այդ բուրդը իր մշակելու եւ այլն, իր վախից։ Բայց Տերը հանկարծ նրան հանդիպում ասում է ով խիզախ Գեդեոն, երևի ինչ ասում, ով հզոր Գեդեոն, եւ Գեդեոնը այդ պահին երևի կողքերն էր նայում, երևի իմ հետ չի։ Ես։ Հա դու։ Տեր, ես վախկոտ եմ, ես գիշերն եմ դուրս գալիս անգամ ես բուրդը մշակում, դու ինձ ասում ես ով հզոր։ Հա, ես այն ինչ որ քո մեջ տեսնում եմ, միգուցե դու չես տեսնում։ Այն ինչ որ Աստված իմ ու քո մեջ տեսնում եմ, միգուցե դու դա չես տեսնում։ Բայց դու շարունակիր, վստահիր Տիրոջը։ Տերը ուրեմն գործ ունի քո հետ։ Եվ Տերը երբ որ Գեդեոնին կանչեց ու ասեց զորք հավաքի, մեծ բազմություն էր հավաքել, կարծեմ 30,000 զորք էր հավաքել։ Եվ Տերը նրան ասեց, չէ, այսպես չի լինելու։ Ով որ այլ հետաքրքրություն ունի, նա չի կարող իմ գործը անել։ Ով որ կին է առել, ով որ, չգիտեմ, գործերն է կիսատ թողել, ով որ վախենում է, նրանք պետք է գնան։ Հիշում եք այդ պատմությունը։ Ում հետաքրքրությունը Աստծո գործն է, ով կենտրոնացած է Հիսուս Քրիստոսի վրա, ով կենտրոնացած է Աստվածային գործի վրա, միայն նա կարող է օգտագործվել իմ կողմից։ Ում հետաքրքրությունը դեռևս աշխարհում է, դեռևս այստեղ է, այնտեղ է։ Սերներ, հիշում եք Գործք առաքելոցում Եվտիկոսի պատմությունը։ Պողոսը ասում է քարոզեց, երկար քարոզեց ու պատշգամբին մի երիտասարդ կար նստած անունը Եվտիկոս։ Ու ինքը ընկավ, մահացավ, չէ՞, մահացած համարվեց ու աղոթեց Պողոսը ու ինքը կենդանացավ։ Պատշգամբը գիտեք այդ որ մասն է։ Այդ այն վայրն է, որտեղ որ մարդը նստած է եւ դրսի զրույցներն է լսում եւ ներսի։ Նաեւ աշխարհի զրույցներն է լսում եւ ներսի։ Ով որ այլ հետաքրքրություն ունի սերներ, չի կարող մնալ։ Մի օր մահացած կընկնի։ Մեր հետաքրքրությունը պետք է լինի Աստծո գործը եւ Աստծո խոսքը։ Եթե իմ ու քո սիրտը վառվում է Տիրոջ համար օգտագործել, ես քեզ վստահեցնում եմ, Տերը քեզ կօգտագործի։ Տերը քեզ կուղղորդի, Տերը ճանապարհներ կբացի քո համար։ Աստծո անոթը պետք է փորձված լինի կրակով սերներ։ Եկեք գնանք Աբրահամին։ Աբրահամը այդքան երկար սպասեց, որ Աստված նրան խոստում տա։ Ու 25 տարի, մի հատ ասեք 25 տարի։ Բերանով եք ասում 25 տարի։ 25 տարի սպասեց այս մարդը, որ Աստված իրան խոստում տա։ Ու Աստված խոստումը տվեց։ Պատկերացնում եք, ու օրերից մի օր նրան ասեց վերցրու որդուդ տար զոհաբերիր։ Տեր ինչի տվեցիր այս զավակին, որ հիմա այլ ասում ես զոհաբերիր։ Աստված պետք է փորձի մեր յուրաքանչյուր էմոցիա սերներ, մեր յուրաքանչյուր վերաբերմունքը մեր կյանքի մեջ։ Նա ամեն բան պետք է կրակով անցկացնի սերներ, որտեղ այն ինչ որ փայտ է ու եղեգ է պիտի այրվի։
բայց այն ինչ որ ոսկի է մնում է կրակի մեջ, երբ որ անցնում է, մնում է սիրելիներ։ Եկեք անկեղծ լինենք։ Եթե այսօր քո ձեռքին լինի, չգիտեմ, մի 5 գրամանոց ոսկի, ինչքան ամուր կպայես, չէ՞ որ չկորցնես։ Ձեռքդ էլ գրպանդ կտանես, որ ապահովագրես, որ չկորցնես։ Բայց եթե մի մեծ կամազով, չգիտեմ, երկաթ տանես մի քանի տոննա, ու տեղից մի հատ 50 կիլոանոց երկաթ ընկնի, հաստատ հոգդ չի լինի մի հատ կանգնես այս երկաթի հետևից ինձ, որովհետև ծավալը մեծ է, բայց անարժեք է, ճիշտ է։ Բայց այդ 5 գրամանոց ոսկին արժեք ունի։ Ամեն բան կրակով պիտի անցնի սիրելիներ, Տերը անց է կացնում։ Եվ եկավ ժամանակը, երբ որ Աբրահամը այդ ծեր մարդը իր դողդոջացող այդ ձեռքը բարձրացրեց իր զավակի վրա, որ զոհի, Տերը ասեց. «Չանես այդ բանը, այլևս ես գիտեմ, ես կարող եմ քեզ վստահել, Աբրահամ, դու կլինես ազգերի որպես հայր»։ Ամեն։ Եվ Աստված օգտագործեց նրան։ Աստված մեզ թույլ է տալիս, որ մենք անցնենք տարբեր բաներով, որովհետև նա մեզանից ուզում է կերտել անոթ։ Մի լավ պատմություն կա մետաղադրամի համար, ես հույս ունեմ, որ ձինից եղբայրը կպատմի, իրանից առաջ չընկնեմ։ Բայց Աստված մեզ պատրաստում է, Աստված մեզ կերտում է սիրելիներ։ Մի պատմություն կա, ասում է մի քարոզիչ, որ արտնության ծառայություններ էր անում, ասում է հանկարծ եղավ, որ գալիս էին երկու լրագրող ու դիմացը նստում էին ու անընդհատ նրանից ինչ-որ ստատյաներ էին գրում, որպեսզի նրան քննադատեն, ու ասում է անընդհատ նրան քննադատում էին, ու այս հովիվը ինքը աղոթում էր, ասում էր Տեր հեռացրու էլի այս մարդկանց, հերիք հա բավարար է, ինձ այսքան խանգարում են, չեն թողում որ ծառայեմ։ Եվ հանկարծ օրերից մի օր երազ է տեսնում։ Եվ տեսնում է, որ երկու հոգի ինչ-որ քանդակ են քանդակագործում։ Եվ ասում է այս քանդակը, երբ որ արդեն պատրաստեցին, ու այս քանդակը դարձրեցի, ասում է այնքան գեղեցիկ էր այս քանդակը, որ այս քանդակը ինձ դեմքով շրջեցին, ասում է, ես տեսա, որ այս քանդակը ես եմ։ Ու ասում է, երբ որ այս քանդակագործներն են շրջվեցին, ես տեսա, որ այս երկու լրագրողներն են։ Երբեմն Աստված կարող է օգտագործել մարդկանց մեր կյանքի համար։ Մի եղբայր ասում է, ես Տիրոջը խնդրեցի համբերություն ինձ սովորեցնի, ինձ դժվար մարդիկ տվեց։ Ես Տիրոջը խնդրեցի ներել ինձ սովորեցնի, ինձ մարդիկ տվեց, ովքեր ինձ վիրավորեցին։ Աստված անց է կացնում այսպիսի բաներով, որպեսզի ինձանից ու քեզանից անոթ կերտի սիրելիներ։ Տեսեք, Հովսեփը Աստծո կողմից օգտագործվեց որպես նոր ուժ, ով կկարողանար ազատագրել իր ժողովրդին։ Աստված մեկ անգամ խոսեց նրա հետ, եւ նա 25 տարիների ընթացքում էլ ոչ մի բառ Աստված նրան չասեց, ոչ մի խոսք նշված չէ, որ Աստվածաշնչում, որ նրա հետ Աստված խոսեց։ Աստված խոսեց նրա հետ երազներով ու վերջ։ Ու Հովսեփը անցավ այս տառապանքի միջով։ Եթե Հովսեփը չհավատար նրան ինչ որ Աստված իր հետ խոսացել էր սիրելիներ, նա չէր կարող այդ ճանապարհով անցնել։ Եկեք ուղղակի մի պահ պատկերացնենք։ Այս մարդը մի տեղ է, մի ազգի մեջ է, ովքեր իր լեզուն չգիտեն, իր հարազատներից ոչ մեկ չկա, շատ ներողություն, պետապրեսի կինը իրեն առաջարկ է անում եւ գիտի, եթե պետապրեսի կնոջ առաջարկը ընդունի, տեղն էլ կարող է ապահովել, իր համար լավ կլինի, այլևս ծառա չի լինի, բայց այս մարդը մի բան էր մտածում։ Ես նրա աշկերի առաջ եմ։ Նա ինձ տեսնում է։ Միշտ մեր երեխաներին մի բան ենք ասում ենք, գիտեք, մենք ամեն տեղ ձեզ հետ չենք լինում, բայց հիշեք, որ Տերը ամեն տեղ ձեզ տեսնում ու լսում է։ Նա գիտեր, որ նա տեսնում է։ Եթե նա չհավատար այդ խոսքին, սիրելիներ, նա չէր կարող։ Աստծո խոսքը Սաղմոսի մեջ է կարծեմ ասում է Հովսեփի սրտով երկաթի սուր անցավ։ Նա անցավ այս տառապանքի մեջով, պատկերացնում եք, այդ բանտի մեջ, այդ ստրկության մեջ, ինքը այս ամեն ինչի մեջով անցավ։ Մեր եղբայրներից մեկը ասում է, եթե Հովսեփը իմանար իրանից ինչ գին է պահանջվելու, այդ երազը միգուցե այդ գիշեր չքներ անգամ։ Բայց այս գինը նա վճարեց, գին է պետք վճարել, որպեսզի Աստված մեզ օգտագործի սիրելիներ։ Մենք երբեմն աղաղակում ենք ու ասում ենք Տեր արթնություն եմ ուզում, Տեր արթնություն բեր իմ ազգի մեջ, արթնություն իմ ընտանիքի մեջ, արթնություն իմ եկեղեցու մեջ, բայց արդյոք հասկանում ենք ու գիտակցում ենք արթնության համար ինչ գին է պետք վճարել։ Հետաքրքիր է, չէ՞, քիչ առաջ նախորդ դասին ասում էր եղբայրը, որ Հիսուսը որպեսզի աշակերտներ ընտրեր, ամբողջ գիշեր աղոթքի մեջ անցկացրեց նա։ Ռենարդ Բոնկեն ասում է, եթե մենք ընտրելու լինեինք ինչ որ աշակերտների Հիսուսի փոխարեն, չէ, կգնայինք աստվածաբանական ամենաբարձր այդ քոլեջները, համալսարանները, այնտեղից ամենախելացիներին կընտրեինք, բայց Տերը աղոթքով անցկացրեց ամբողջ գիշեր ու գնացում ընտրեց ձկնորսներին, մաքսավորներին,
մեղավորներին։ Եվ Աստված օգտագործեց նրանց։ Միայն Քրիստոսի բնույթն է ունակ, որպեսզի օգտագործվի Աստծո ձեռքերի մեր սիրներ։ Ու տեսեք, երբ եկեղեցին խճճվում է սուտ գաղափարների եւ զանազան ուսմունքների խառնուրդների մեջ, նա դառնում է մեղքի ստրուկ սիրներ։ Ու այդպիսի ժամանակներում էր Աստված կանչել Մովսեսին, որտեղ Իսրայել ժողովուրդը Եգիպտոսի հետ խառնվել էր։ Եգիպտոսի բարքերի հետ խառնվել էր ու Աստված այդ ժամանակ Մովսեսին կանչեց։ Ու Աստված փորձեց նրա բնավորությունը 40 տարիների ընթացքում։ Ամբողջ 40 տարիների ընթացքում նա անապատում նրան փորձեց։ Պատկերացրեք, փարավոնի ժառանգորդն էր ու դարձավ արդեն չոբան։ Այն մարդը, որ փառավոր կյանք էր ապրում, այն մարդը, որ փառավոր ապագա ուներ, եւ Եբրայեցիս թուղթը ասում է, նա մերժելով փարավոնի հարստությունը համաձայնվեց Աստծո ժողովրդի հետ չարչարվելու։ Ինչ սիրտ էր սա։ Ինչ սիրտ էր սա։ Այս մարդը ուզում էր օգտագործվել Տիրոջ կողմից։ Այդ կանչը իր մեջ երևի թե նա զգում էր, որ ուզեցավ անգամ ազատել չէ եգիպտացիներից ու նրան ասեցին՝ «Միթե դու մեզ վրա դատավոր ես» ու նա փախավ գնաց անապատը։ Եվ տեսեք, հետաքրքիր է, Եբրայեցիս թուղթը նկարագրում է Մովսեսին, ասում են նա ճարտար էր լեզվից, բայց հանկարծ երբ որ կարդում ենք նա այրվող մորենի մոտ հանդիպում է Տիրոջը, Տերը նրան ասում է գնա, ասում է ես թոթովախոս եմ։ Միգուցե Տեր ուրիշը, ասում է լավ, քո եղբայր Ահարոնը։ Ինչ էր կատարվել նրա մեջ։ Խոնարհվել էր այս մարդը, փոխվել էր նա։ 40 տարիների ընթացքում Աստված նրան փոխեց սիրներ։ Երբեմն Աստված այսպիսի պրոցեսներով մեզանց է կասնում մի նպատակով, սիրում է մեզ արտահայտությունն անել։ Աստված մեզ անապատ է տանում ոչ թե նրա համար, որ ոչնչացնի մեզ, այլ որ իր որդու պատկերը մեզանից ստանա, որտեղ նա ուզում է օգտագործել մեզ սիրներ։ Աստված իր գործը շարունակում է մեր միջոցով, եկեղեցու միջոցով։ Եվ այսօր այդ պատրաստի անոթները ես ու դու ենք, կարձագանքենք այդ կանչին, թե չէ, Տեր օգտագործիր ինձ։ Տեր ես ուզում եմ օգտագործվել քո կողմից։ Եվ գիտեք, միշտ չի որ այդ օգտագործվելը փառավոր կերպով է լինում։ Միշտ չի որ այդ օգտագործվելը ինչ որ, չգիտեմ, ճանաչված տեղեր ես գնում, երբեմն գնում ես անհայտ մի հատ վատ հոտերով տեղեր ես գնում։ Այս վերջերս Երևանում, քանի որ Վարչով ենք ապրում, մի երկու տուն տենց տեղափոխվեցին, գնացինք, եկանք ու նորից էլի հետ եկանք այդ հին տունը, քրոջս հետ խոսում եմ, ասում եմ, հա հարմարվել եք այդ տանը։ Դե ասում, հա դե ոչինչ, ուղղակի այդ տանը մի քիչ հոտ կա, էլի ասում եմ, մի չէ, հոգնել եմ արդեն այս տեղափոխությունից բան, ու ասում է, Տեր Հիսուսը ասում էր մարդու որդին գլուխ դնելու տեղ չունի։ Եվ հետո այդ հոտի հետ կապված ես մի անգամից հիշեցի, ասում եմ, լտես Տեր Հիսուսը որտեղ ծնվեց։ Թագավորների թագավորը, արարիչը, ինքը գոմում Մսուրում ծնվեց սիրներ։ Միշտ չի որ դա հեշտ է ու փառավոր է սիրներ։ Եվ եկեք նայենք առաքյալներին, եկեք նայենք մարգարեներին, այո նրանք անարգված էին, այո նրանք չէին մերժվում։ Երեմիային եկեք նայենք նրա տառապանքը։ Մի մարգարեին ասում է գնա շնացող կին վերցրու։ Այն մյուս Երեմիային տանում են գերության, չէ, նրան գուբն են իջացնում, այդ ցեխի մեջ են իջացնում, տարբեր տառապանքներով։ Նայում ենք Եզեկելին ասում է, կինը մահանում է, ասում է ձեն չանես։ Ձեն չանես, ոչ մի բան չխոսես։ Ինչու՞։ Որտեվ Աստված ուզում էր, որ մարգարեն Տիրոջ սրտի ցավը ապրի։ Այդ անոթ է, այսօր շատերը ասում են մարգարեանա, մարգարե լինեմ, պատրաստ եք մարգարեի գին վճարելու սիրներ։ Եկեք նայենք մարգարեների կյանքին։ Այս մարդուն ասում էր կինդ մահացել է, ձայն չանես, ոչ մի բան չասես։ Պետք է Իսրայելը հասկանա, որ որպես ազգ իրենք մահացել են։ Եվ մարգարեն պետք է զգար Տիրոջ սրտի ցավը։ Սմիթ Վիգլսվորթը հրաշալի խոսքեր ասում սրտացավություն գումարած հավատք հավասար է հրաշքի։ Եթե մենք չունենք սրտացավություն սիրելներ, եթե դրան գումարած չունենք հավատք, մենք հրաշք չենք ունենա։ Մենք պետք է Տիրոջ սրտի ցավը զգանք։ Այ Հովհաննեսի պես պետք է մեր գլուխը դնենք Հիսուսի կրծքին, այնքան մոտ լինենք նրա կրծքին, որ ասենք Տեր, ես ուզում եմ քո սրտի այդ բաբախումները լսեմ։ Ես ուզում եմ քո սրտի ցավը զգամ, Տեր։ Ինչ ցավ ունես, Տեր։ Ուղղորդիր ինձ քո ցավի ուղղությամբ, Տեր իմ Աստված, որ ես գնամ ու օգտագործվեմ քո կողմից։ Գիտեք, այսօր շատ մարդիկ իրենց գլուխը տարբեր տեղեր են դնում։
Ոնց որ Սամսոնը իր գլուխը դրեց Դալիլայի գրկին, այնտեղ էր ուզում հանգստություն գտնել։ Բայց մենք մեր գլուխը պետք է դնենք Հիսուս Քրիստոսի կրծքին։ Ամեն։ Այդտեղ է մեր ամբողջ հանգստությունը։ Գիտեք, ես տարիներ առաջ պատանի տարիքում Տերը ինձ հետ խոսեց։ Տարբեր կերպերով խոսեց, որ ինձ պետք է օգտագործի ինչ որ հատուկ գործերի համար։ Ու ես այս խոսքը իմ սրտի մեջ առած, աղոթում էի սրա համար, մտածում էի ինչպես կարող եմ ինձ պատրաստել։ Ու տարիներ շարունակ այդ աղոթքի մեջ էի։ Ու անցավ արդեն երևի թե, չգիտեմ, մոտ մի 15 կամ ավել կամ 18 տարի։ Ու ես աղոթում եմ, ասում Տեր իմ Աստված, միգուցե կարող է լավ չեմ քեզ լսել, կամ միգուցե ուշացել եմ, կամ միգուցե ինչ-որ բացթողումներ եմ ունեցել։ Ու նեղվում էի, ասում էի, միգուցե այս խոսք Աստծուց չի եղել, ինչու՞ չի այս ամեն ինչը կատարվում իմ կյանքի մեջ։ Ու Տերը օրհնեց այնպես, որ Ռուսաստանում հայտնվեց ծառայության մեջ, ծառայության համար 1 ամսով, ու մեկ անգամ այնտեղից կնոջս զանգեցի ու ասեցի, գիտես, ես այնքան ուրախ եմ, որ Տերը իմ սպասած ժամանակում ինձ չօգտագործեց։ Ինչու՞։ Որտև այդ ժամանակ ես պատրաստ չէի։ Իրոք պատրաստ չէի։ Երբեմն մեզ թվում է Տերը ուշանում է սիրելիներ, բայց Տերը չի ուշանում։ Եթե դու որպես անոթ քեզ պատրաստում ես, եթե դու որպես անոթ ընծայվում ես նրան, իմացիր, նրա անսուտն բերանը խոսացել է։ Նա կարա քեզ օգտագործի։ Եթե դու քեզ հանձնում ես նրան, նա կարա քեզ օգտագործի։ Եվ Գործք առաքելոց 2:17 ասում է, եւ կլինի հետի օրերումը, ասում է Աստված, որ իմ հոգուց կթափեմ ամեն մարմնի վրա։ Վերջի հեղումը կկատարվի անոթի միջոցով, որը հատուկ կնախապատրաստվի, ով որ կսպասի Տիրոջ գալուստին, ով որ կսպասի Տիրոջ գործին, երբ որ Տերը կվերցնի ու իրեն կօգտագործի սիրելիներ։ Եվ ուզում եմ այսօր մի կոչ անել ինձ ու քեզ։ Թող մեր սրտի աղաղակը լինի. ահա ես Տեր, օգտագործիր ինձ։ Ես անոթ եմ քո ձեռքերում, եւ ես ուզում եմ լինել քեզ պես։ Թող այս երգը, թող այս աղոթքը մեր սրտի մեջ լինի. Տեր, ես անոթ եմ քո ձեռքերում, օգտագործիր ինձ, օգտագործիր քո գործի համար։ Եվ վերջին մի պատմություն եմ ուզում պատմել սիրելիներ ու վերջացնեմ։ Ասում է, որ մեր եկեղեցում պատմել եմ այս պատմությունը, ասում է, որ միլիարդատեր մարդկանց երեխաների հետ կապված մի էքսպերիմենտ են անցկացնում։ Եվ ասում է, այս երեխաները, ծնողները ամենաթանկանոց խաղալիքներն են նրանց համար առնում, ամենալավագույն տեղերն են ուղարկում, որ գնան զբոսնեն, ման գան, շրջագայեն, ամենալավագույն բաները անում են, բայց այս երեխաները իրենց երջանիկ չեն զգում։ Եվ օրերս մի օր այս երեխաներին վերցնում են ու տանում են Հնդկաստան Մայր Թերեզայի այդ ծառայությամբ, ու այս երեխաները գնում են ու այդ փողոցներում սկսում են մարդկանց աղքատներին խնամել, սովածներին կերակրել, անգամ մահացածներին հողարկավորում են։ Եվ ասում է մի որոշ ժամանակ, ու երբ որ ուզում են այս երեխաներին հետ վերադարձնել, նրանցից ոչ ոք չի ուզում վերադառնալ։ Ու նրանք իրենց երջանիկ են զգում։ Գիտեք ինչու՞։ Որտև նրանք տալու մեջ իրենց երջանիկ են զգում։ Տեր Հիսուսը, ես հավատում եմ, երբ որ նախաչի վրա ասես կատարվեցավ, ոչ միայն ասես կատարվեցավ, որ մահը պարտվեց, որ մեղքի վերջը տրվեց, որ դժոխքը սասանվեց, այլ նաև ասես կատարվեցավ, որտև նա իր կյանքը տվեց, նա տվեց ամենաթանկը եւ այդ տալու մեջ նա իրեն երջանիկ էր զգում սիրելիներ։ Լավ է տալը, քան թե առնելը։ Տուր, միգուցե աշխարհը չգնահատի, տուր քո ամենալավը, միգուցե շրջապատի մարդիկ դա անգամ չնկատեն էլ սիրելիներ, ավելի լավ որ չեն նկատում սիրելիներ։ Միգուցե դու թերթի մյուս կողմը տեսնես, մնացածները չտեսնեն, դու տուր, շարունակիր անել, շարունակիր տալ ու կհասկանաս, որ այս ամեն ինչը կատարվել է քո եւ Աստծո միջև։ Եվ Եբրայեցիս 6:10 ասում է, որտեղ Աստված անիրավ չէ, որ մոռանա այն գործը, որ մատուցել եք սուրբերուն դեռ շարունակում եք անել։ Նա հավատարիմ է սիրելիներ, նա չի մոռանա այն գործը, որ դուք անում եք։ Շարունակեք ծառայել։ Թվացյալ ամենափոքր բաների մեջ շարունակեք անել։ Տիրոջ ասա, Տեր, ես անոթ եմ քո ձեռքերում։ Ամեն օր սպասիր նրա առաջնորդությանը։ Սիրելիներ, միշտ Դենիզ եղբորդ այդ աղոթք անում ենք։ Տեր, տուր, որ զգայուն լինենք քո սուրբ հոգու ձայնին։ Ամեն օր սպասիր նրա առաջնորդությանը։
ուր կուղորդի քեզ, որտեղ որպես անոթ կօգտագործես նրա ձեռքերի մեջ։ Եվ ես քեզ վստահեցնեմ, դու կտեսնես, որ Տերը քեզ կօգտագործի։ Թող այսօրվա այս սերունդի, այս ժամանակաշրջանի համար ես ու դու մի փոքր կայծ լինենք, որ մեր շրջապատի մարդկանց կբորբոքենք, կվառենք ու կասենք մենք պետք է վառվենք Տիրոջ գործի համար ու անոթներ լինենք նրա ձեռքերի մեջ, որ ասենք ահա ես, ինձ ուղարկիր, ես եմ օգտագործվել քեզ համար։ Ամեն։ Աղոթենք։